Նիկոլը դարձավ ցավոք սրտի այն լակմուսի թուղթը, որ բացահայտեց, որ մեր գեներալիտետի, մեր զինվորականության մեջ կա մի խավ, ով պատրաստ է մի օր Նիկոլի հրաժարականը պահանջել, հաջորդ օրը գնալ եւ կզել Նիկոլի առջեւ։ Նիկոլը դարձավ այն լակմուսի թուղթը, որ բացահայտեց, որ մեր մտավորականության մեջ կան լիքը մարդիկ, ովքեր ստահակի կարգախոս օգտագործելով ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ամեն մեկը իր համար մի կոմֆորտ զոնա է գտել եւ ապրում է։ Դուք տեսաք եկեղեցում օրինակ գրողների միության նախագահին, նկարիչների միության նախագահին կամ որևէ ստեղծագործական միության նախագահի, որոնց ես եմ տեսել վեհափարի առաջ 20 տակ կզած, 20 տակ ծնկի եկած, ոչ, ինչու ոչ, որտեվ ամեն մեկը քաղաքի կենտրոնում մի տարածք վերցրել, ըստ օդում կախված լուրերի օգտագործեմ Նիկոլի տերմինոլոգիան, տարածքի 90%-ը քաղաքի ամենա կենտրոնում տալիս են վարձակալության, իրենց դեմքին քաշել են ես քաղաքականությամբ չեմ զբաղվում պոռնկաբարո պոռնիկի կարգախոսը եւ հանգիստ նայում են այս բարոյական, այս ազգակործան ավերին։ Այո, Նիկոլը դարձավ նաեւ այդ լակմուսի թուղթը, որ մենք տեսանք, թե իրականում ինչպիսին են մեր հոգևորականները, որ կարան մեկ ամիս առաջ Գևորգ Սրբազանի նման գնան եթեր եւ ուղղակիորեն պաշտպանեն, գովերքեն վեհափարին, ուղիղ 28 օր 7 ժամ հետո կարող են դառնալ տիրադավ։ Մենք տեսանք, որ մեր հոգևորականների մեջ կարող է լինել Հովանավանքի քահանայի նման մեկը, կարծեմ Արման անունով, ես իր հոգևոր անունը այլևս չեմ ուզում տամ, ով կարող է 18 թվականին Նիկոլի եւ իր թիմակիցների հասցեին իր սոցիալական էջում գրի ոչխար, իսկ երբ որ նրան ասեն, բա դուք ոչխար էիք ասում այս մարդկանց, ասեր, դե ես սխալվել եմ, ես լավ չէի ճանաչում իրենց, իրենք ոչխար չեն։